Քննարկում ենք հարց համար 33-ը հանրակրթական օբյեկտների շինարարության ֆինանսավորման մասին հարցազեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 25 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում 10 միլիարդ 772 միլիոն 73 հազար 300 դրամի չափով և այս նախագծի ընդունմամբ մենք կկարողանանք ֆինանսավորումներ հատկացնել 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի հերթական փուլի իրականացման համար։ Պետք է հիշեցնեմ, որ 25 թվականի պետական բյուջեով այս ծրագրի համար ընդհանուր առմամբ ճշտված բյուջեն կազմում է 126.4 միլիարդ դրամ։ Արդեն աշխատանքները ավարտել ենք 60 դպրոցներում, որոնցից 35-ը կառուցված են, 25-ը նորոգված և 235 նախադպրոցական հաստատություններում։ Մինչև տարեվերջ պլանավորում ենք շահագործման հանձնել ևս 50 դպրոց, որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող, մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը ևս 151 դպրոց, 49-ը կառուցվող, 102-ը նորոգվող և 26 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս 47 կառուցվող դպրոց, ինչը նշանակում է, որ 26 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն ընդհանուր թվով 308 դպրոցներ, որից 139-ը կառուցված և 169-ը կապիտալ նորոգված, և այս պահին ներկայացված ցանկերով մենք նախատեսում ենք 10.7 միլիարդ դրամ, ինչպես նշեցի, ուղղել այս ծրագրերի իրականացմանը։ Պետք է նշեմ, որ մենք ծրագրում անհրաժեշտ ճկունություններ ապահովելու համար նախատեսել ենք նաև օբյեկտներով չբաշխված տողերի հատկացումներ, ինչը նշանակում է, որ պատվիրատու մարմինը, տվյալ դեպքում տարածքային զարգացման հիմնադրամը ունենում է այս ֆոնդը և կարողանում է ըստ շինարարության ընթացքի և կատարողականի ծավալների արդեն կոնկրետ ֆինանսավորումը ուղղել տվյալ օբյեկտներին, ասեմ, որ չբաշխված տողերով հատկացվում է ընդհանուր առմամբ 9.53 միլիարդ դրամ, որը կբաշխվի շուրջ 25 կառուցվող դպրոցների, 11 կառուցվող կրթահամալիրների և 64 նորոգվող դպրոցների, իսկ մնացածի մասով օբյեկտները հստակ են և ներկայացված են այս նախագծում։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շատ լավ, հիմա թվարկենք նաև, որ հաստատությունների մասին է խոսքը, մանկապարտեզների կառուցում։ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, որը կառուցման ընթացքի մեջ է։ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ոսկետաց բնակավայրում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Լոռու մարզի Լեռնավան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Դպրոցների վերանորոգում կամ հիմնանորոգում։ Երևանի Հովհաննիսյանի անվան համար 194 հիմնական դպրոց նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոց նորոգման ընթացքի մեջ է։ Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց նորոգման ընթացքում է։ Այս բոլոր դեպքերում նորոգումը հիմնանորոգման, այսինքն մեր ստանդարտով նորոգման մասին է, չէ։ Արագածոտնի մարզի Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց ընթացքում է աշխատանքները։ Արագածոտնի մարզի Երնջատափի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց նախատեսվում է հիմնանորոգումը ավարտել մինչև տարեվերջ։ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի միջնակարգ դպրոց ընթացքի մեջ է նորոգումը։ Արվամերի մարզի Հովտամեջի միջնակարգ դպրոց ընթացքի մեջ է։ Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց հիմնանորոգումը ընթացքի մեջ է։ Սյունիքի մարզի Ախլատյանի միջնակարգ դպրոց հիմնանորոգումը ընթացքում է։ Վայոց մարզի Շատինի միջնակարգ դպրոց հիմնանորոգումը ընթացքի մեջ է։ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրման և նախահաշվային փաստաթղթերի կազմման է գումար տրվում։ Հետո աշխատանքների ընթացքից կախված, ինչպես նախարարը ասեց, այդ դրամագլխից հատկացումները կարվեն։ Դպրոցների կառուցում ներառյալ նախագծում։ Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց կառուցման ընթացքի մեջ է, նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Տավոսի մարզի Նավորի միջնակարգ դպրոց, որը
շինարարությունը սկսել է։ Երևանի Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց նախահաշվային փաստաթղթերն են ձեռք բերվում։ Արմավիրի մարզի Ջանֆիդայի Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց նախահաշվային փաստաթղթերն են ձեռք բերվում։ Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոց նախահաշվային փաստաթղթեր են ձեռք բերվում։ Տավուշի մարզի Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց նախահաշվային փաստաթղթերն են ձեռք բերվում։ Կրթահամալիրների կառուցում Արագածոտնի մարզի Հացաշենի մոդուլային կրթահամալիր կառուցման ընթացքի մեջ է։ Արագածոտնի մարզի Ագարակավանի կրթահամալիր կառուցման ընթացքի մեջ է։ Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի կրթահամալիր կառուցման ընթացքի մեջ է։ Գեղարքունիքի մարզի Արփունքի մոդուլային կրթահամալիր, որը նույնպես կառուցման ընթացքի մեջ է։ Հարգելի գործընկերներ, մեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ այսօր մեր այն դպրոցները, որում մենք աշխատում ենք, այսինքն դեռ ինչ-որ պրոցես կա, շինարարություն եւ այլն, իրենք արդեն 300 անցել են եւ մեր տրամաբանությունն այն է, որ մենք առաջին 300-ը ավարտում ենք եւ սկսում ենք երկրորդ 300-ը եւ երկրորդ 300-ից արդեն նաեւ մոտ 50-ի շինարարական աշխատանքները սկսվել են, նաեւ հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել։ Իհարկե մենք այս տեմպով պետքա առաջ գնանք եւ հիմա լավ լուրն այն է, եւ եթե կառավարության անդամներն եւ նիստի մասնակիցներն է հանրությունն է նկատել է, մեր ֆինանսավորման պորտֆելները աճում են։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր շինարարության տեմպերը մեծացել են, լավացել են։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք սովորել ենք ավելի լավ, այսինքն մեր եւ կառավարչական եւ շինարարական հմտությունները այդ փոխգործակցության այցերի քննարկումների, քննադատությունների արդյունքում լավացել են, եւ մենք այս ծրագրով առաջ ենք գնում եւ իհարկե նաեւ շատ սկզբունքային է պարոն Խաչատրյան, Տիկին Անդրեասյան, պարոն Վարդանյան, որ մենք շարունակենք այցերը նոր բացվող դպրոցներ։ Ես այդ աշխատանքը շատ կարեւոր եմ համարում, ես հույս ունեմ ձեր զգացողությունն էլ է այդ, որ մենք դպրոց առ դպրոց գնում ենք, որովհետեւ շատ բաներ ենք տեսնում, շատ բաներ ենք սովորում, նաեւ իհարկե շփում է կենթանի երեխաների հետ, ուսուցիչների հետ, նրանց դիտարկումներ, շինարարների հետ ի վերջո, եւ այդ անպայման պետքա շարունակենք։ Ես հասկանում եմ, որ հələ կան դպրոցներ ահագին, որ մենք չենք այցելել, եւ առաջիկայում անդադ լինելու են դպրոցներ, որ մենք չենք այցելել, դա նշանակում է, որ մենք առաջիկայում անընդհատ պետքա այցելենք դպրոցներ եւ ոչ միայն դպրոցներ, ճանապարհներ, առողջապահական հիմնարկներ, հնարավոր այլ կապիտալ ներդրումները տեղում տեսնելու համար։ Դա շատ կարեւոր է, այս process-ի նախագծի շատ կարեւոր եւ անբաժան մաս է եւ մենք դա պետք է անպայման ապահովենք։ Կան դիտարկումներ թեմայի հետ կապված, համեցիկ Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուզում եմ նաև մեր բոլորիս ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել այն հանգամանքին, որ այստեղ այն ցանկերում էլ որ հնչեցին դպրոցներ են, որտեղ մենք նաև մի մասը դպրոցների այն հաստատություններն են, որտեղ մենք արդեն մարզադահլիճ ենք կառուցել։ Եվ երբ որ մենք արել ենք դպրոցում աշխատանքի մի մասը, մեր տրամաբանությունն է, որ պետք է ամբողջական միջավայր ձևավորենք եւ հիմա մենք վերադառնում ենք նույն դպրոցներ, արդեն ամբողջական միջավայրը այս հիմնանորոգման արդյունքում ստանալու նպատակով եւ սա մեր մոտեցումն է բոլոր պարագաներում, այսինքն երբ որ մենք որևէ մի տեղ մտնում ենք, ոչ թե անում ենք աշխատանքի մի մասը, այլ նույնիսկ եթե հիմա փուլային տրամաբանություն պիտի գործի, սկզբում մարզադահլիճն է կառուցվել, բայց այնուհետև ամբողջական դպրոցի շենքը բերվում է այն վիճակի, որ դա լինի պատշաճ եւ կուզեմ մեր ուշադրությունը հրավիրել նաեւ մանկապարտեզներին, քանի որ կառավարության ծրագրի կարևոր թիրախ էր, որ մեր բոլոր բնակավայրերում հասանելիություն ապահովենք, այստեղ 75 տեղանոց հզորությամբ մանկապարտեզները նախատեսված են այն բնակավայրերում, որտեղ մանկապարտեզ չկա եւ երեխաների բավարար թիվ կա, այսինքն սրանով մենք ըստ էության լրացնում ենք վերջին բացերը այն բնակավայրերի, որոնք ունեն մեծ թվով երեխաներ եւ որոնք դեռևս չունեն մանկապարտեզ։ Եվ սա մեզ թույլ է տալու նաեւ վստահությամբ կառավարության ծրագրի ավարտին արձանագրել, որ բոլոր 50 եւ ավել երեխա ունեցող բնակավայրերում մանկապարտեզի խնդիրը լուծված է։ Շատ լավ։
Տիկին Անդրեասյան, ուզում եմ ավելացնել, որ հակադարձ տրամաբանությունն էլ կա, որովհետև մենք հիմա դպրոցներ կա, որտեղ հիմնանորոգում արել ենք շատ լավ, բայց մարզադահլիճ չկա։ Տեղերում օրինակ դեպքեր են լինում, երբ որ դպրոցը ֆիզիկապես տարածք չունի, եւ մենք մեր այցելությունների ընթացքում որոշում ենք կայացրել, որ մոտակա տարածքները գերակաշարի տրամաբանությամբ ձեռք կբերենք եւ դպրոցի համար կկառուցենք մարզադահլիճ, մարզական ենթակառուցված, որտեղ հիշում եք, խոսել ենք դրա մասին, դպրոց ասելով մենք հասկանում ենք, որ չի կարող լինի դպրոց, որ չունի ֆիզկուլտուրայի դահլիճ, չի կարող լինել դպրոց, որ չունի բաց մարզահրապարակ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք դպրոցի ստանդարտը պետք է ունենանք եւ այդ ստանդարտը տեղադրենք ամեն տեղ։ Իհարկե, այստեղ ամենամեծ խնդրեմը մենք տեղ-տեղ Երևանում ենք ունենում, որովհետեւ երբ որ ժամանակին դպրոցը ինչ որ մի տարածք ունեցել է, հետո կողքերը մեծ շինարարություններ են արել, այդ տրամաբանությամբ Երևանում չենք կարող, ասենք նորակառույց 16 հարգանի շենքը, ասենք գերակաշահով ձեռք բերենք, որ դպրոցի մարզադահլիճ կառուցենք, դե այստեղ էլ ուրիշ տրամաբանություն, այլ լուծումներ կգտնենք եւ այդ ուղղությամբ կգնանք։ Հա, երկրորդը ինչ ուզում եի ասեի, որ տեսեք, այո, մենք ասել ենք, որ մանկապարտեզ դպրոց պետք է լինի հասանելի հանրապետության բոլոր երեխաների համար։ Եվ մենք անխուսափելիորեն այս տրամաբանության մեջ բախվում ենք իրավիճակների, որտեղ կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ կրթահամալիրի տրամաբանությամբ կամ դպրոցի տրամաբանությամբ այս պահին բավարար չափով երեխեք չկան։ Հիմա քաղաքական ընտրություն պետք է կատարենք։ Եվ մեր ընկալումն է նա, որ այդ գյուղում բավարար թվով երեխաներ չկան, նաև այն պատճառով, որ այդ գյուղը ճանապարհ չունի, որ այդ գյուղը դպրոց չունի, որ այդ գյուղը մանկապարտեզ չունի, որ այդ գյուղը ամբուլատորիա չունի։ Հիմա քաղաքական մեր ընտրությունը այն չի, որ լավ դե հենա բան չի մնացել, 2 տարի էլ համբերենք, այլ երեխա էլ չի լինի եւ հետեւաբար դպրոց մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն էլ չի լինի։ Մեր տրամաբանությունը այլ է, մենք ասում ենք այդտեղ ճանապարհը պիտի կառուցենք, դպրոցը պիտի կառուցենք, մանկապարտեզը պիտի կառուցենք, ամբուլատորիան պիտի կառուցենք։ Եվ սրանից հետո եւ այս ընթացքում գալու է հաջորդ նրբությունը, որ մենք հաշվարկելու ենք եւ քվոտաներ ենք սահմանելու 16 միլիոնի ծրագրերով, այնպես ինչպես վարվեցինք Վայոց-Ձորի Գոմք բնակավայրում, որպեսզի մենք լրացուցիչ խթաններ ստեղծենք, որպեսզի մարդիկ գնան բնակվեն այնտեղ։ Եվ հիմա այդ ծրագիրին իհարկե կանդրադառնանք, ստեղ արդեն նոր փուլում մեր ծրագիրը պետք է ավելի բան լինի, թիրախավորված լինի երիտասարդ ընտանիքների, նոր ձևավորվող, նոր կազմավորվող ընտանիքների եւ մեր խնդիրը պետք է լինի, որ դպրոցների շուրջ պետք է այդ ամեն ինչը դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիա եւ ճանապարհներ դրա համար պետք է կառուցենք եւ հետեւաբար մենք այս տրամաբանությամբ ենք գնում առաջ եւ դա համոզված ենք, որ ճիշտ տրամաբանություն է։ Խնդրեմ կան այլ դիտարկումներ թեմայի հետ կապված։ Շատ լավ, այդ դեպքում հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։